Մոտենամ տեսնեմ ով կասի, մասնագիտությամբ ով է ու ինչի է եկել, ոնց է եղել, ինչն է դրթել, որ եկել է մեզ հետ բարելու։ Լուսինեն համաձայնվեց իմ հետ զրույցին։ Լուսինե ջան, դուք մասնագիտությամբ ով եք։ Մասնագիտությամբ մանկավարժ, բայց հիմա այդ Ուրիշ ոլորտում չեմ աշխատում։ Ինչ ոլորտում եք աշխատում օրին։ Վարդային կազմակերպությունում։ Ու աշխատանքից հետո պարը ստիպելա սերը դեպի պար, որ գա այստեղ։ Գիտես ինչ եմ հարցնում Լուսինե ջան, որովհետև շատ ծնողներ ինձ հարց են տալիս, օրինակ, ասենք ասում են իմ երեխան պարուհի չի դառնալու, ես էլ շատ օրինակներ եմ բերում, ասում եմ մեր խմբում ոչ բոլորն էին պարողներ, բայց բոլորը իրանց աշխատանքից հետո բժիշկ, մասնագիտությամբ գալիս, միավորվում էին մի գաղափարի շուրջ, պարի շուրջ, այսինքն ինչ է տալիս պարը մարդուն։ Պարը ամեն ինչ կյանքը երկարացնում է։ Դա սերա պարը։ Իսկականից եմ ասում, երջանկություն, երբ որ դու պարում ես ու գնում ես տուն, դու երջանք ես։ Մնացած ամեն մի պրոբլեմ դու մոռանում ես։ Պարտադիր չի պարուհի դառնալ, պարող դառնալ, պարտադիր չի դառնալ, բայց պարելը նպաստում է, որ դու լինես երջանիկ։ Շնորհակալություն Լուսինե ջան։